Գիտեք խնդիրը որտեղ է, որ քաղաքացին իր պետության մեջ երբ որ սոցիալապես անապահով է, իրականում այստեղ ոտնահարվում է քաղաքացու իրավունքները։ Բոլոր նորմալ երկրներում քաղաքացու իրավունքները առաջնային պաշտպանվում են սոցիալական հարցերով։ Իսկ սոցիալական հարցերը պաշտպանվում են օրենքի կետին համապատասխան։ Բայց ցավոք սրտի մեր երկրում դեռ տասնյակ տարիներ առաջ ազգաբնակչության սոցիալական հարցերը միշտ եղել են 10-րդական, 20-րդական կամ ընդհանրապես չեն եղել։ Նախկինում սովետական միությունից մնացած կաշառք հասկացողությունը ինչ-որ ձևով կարում էր քաղաքացին իր սեփական հարցերը լուծել։ Ծանոթ էր գտնում մյուս։ Հիմա ներկաների բարագայում ամեն ինչ սահմանափակված է, ճակերտների մեջ sense մի տուփի մեջ դրած իրանք են տնօրինում։ Եթե իրանց ծանոթնա կամ պետական բյուջեից կարում են ինչ-որ բան վերցնեն, անում են ամեն ինչ եւ բավականին մեծ քանակով։ Իսկ սոցիալական հարցերը քաղաքացու հետ կապված բացարձակ չի անհանգստացնում այսօրվա կառավարությանը, որովհետեւ 7 տարի նույն դասարանում մնացած տգետը, որ ուզում է ազգաբնակչությանը նորաձև կրթի, ասում է, որ աղքատությունը մարդու գլխի մեջ է։ Իր հոգեկան վիճակի հետ որ խնդիր կա, դա բոլորիս է հայտնի։ Շատ վատ է, որ այսպես է, շատ վատ է, որ աղքատ է մեր ժողովուրդը, հայ ժողովուրդը աղքատ լինելու իրավունք չուներ, հայ ժողովուրդը աշխարհում համարվում է որպես ինտելեկտուալ, զարգացած գրագետ ժողովուրդ։ Ցավոք սրտի շեշտեցիք գլոբալ լիստներ արտահայտությունը, սրանք ուղարկված են, սրանք հայ ժողովրդին նայում են որպես թշնամի, ինչ գենետիկա, ինչ մշակույթ, ինչ բնիկ ժողովրդի ապրելու իրավունք, այս ամեն ինչը ոտնահարվել է ու հիմա մաքսիմում էլի ժողովրդի լերով ասենք պրեսի տակ է դրել ժողովրդին մաքսիմում սննկացնել, սովի մատնել, մարդիկ որ թողեն լքեն երկիրը գնան հանդեղած, որտեղ կաց հասկացողությունը այս բարակայում դառնում է արդեն իրականություն։ Ես իմ մոտ նշումներ եմ արել տնտեսություն, գործատու, ծնելիություն։ Տեսեք, տնտեսությունը ամբողջովին մի քանի օլիգարխներ, որոնցից մի քանիսը նախկինից մնացել են, մի քանիսը նոր են իհայտ եկել, այս լուրերի կառավարվում են Տիկին Հակոբյանի կողմից, Աննա Հակոբյանի։ Այսի տնտեսության մասով ամեն ինչ արդեն սրանով հասկանալի է, ստե մանրամասնել կարելի է մի քանի օր նստել ու խոսել, բայց նորաձև կրթության գլխավոր դասախոսը Աննա Հակոբյանն է ու մեր տնտեսությունը կառավարում է նա։ Գործատուի հետ կապված Հայաստանում գործատուները նրանք ովքեր այսօր պայքարում են, որ ինչ-որ ձևով կարողանան պաշտպանել իրենց աշխատանքը, բիզնեսը, ստիպված են լինում այս պարագայում պետությանը խաբել։ Ենթադրենք 10 հոգի աշխատող անելու, գրանցում է 3-ին, այդ 3-ին էլ ցածր աշխատավարձ է տալի, մի քանի ժամ ավել աշխատացնում է, պահումներ, ինչ-որ անհասկանալի այս բանից, դեռ նորից ոտնահարվում է շարքային քաղաքացու իրավունքը։ Ոտնահարված շարքային քաղաքացու պարագայում չի կարա երկրում ծնելիություն մակարդակ բարձրանա։ Սա արդեն բերում է ազգային անվտանգության խնդիր։ Այսինքն գենեֆոնդը գնալով կամաց, տեսեք, եթե ընտանիքում, նորաստեղծ ընտանիքում ծնվում է մեկ երեխա, շատերի պարագայում այսօր այդպես է, մեկ երեխա կամ մաքսիմում 2 երեխա բավարարվում են, այստեղ մեկը բալանսից դեպի մինուս է, երկուսը հավասարեցնում է, այ 3 երեխայի պարագայում նոր ծնելիության մակարդակը չնչին տոկոսով բարձրանում է։ Ընդհանուր առմամբ այս ամեն ինչի հետ կապված նախ շատ կոնկրետ մասնագետներ են պետք, որ նոր իշխանություն ձևավորվելու դեպքում
աշխատեն սոցիալական խնդիրների լուծման հետ կապված։ Ու պետք է մանրամասն շատ բաներ հաշվի առնվի, որովհետև նախկինում էլ, իհարկե նախկինում եղել են մեզ լավ ընկեր ունենք, ինձ համար ավագ ընկեր Ռազմիկ Մարտիրոսյան, ինքը սոցիալնախարար աշխատած ժամանակ, երբեմն զրույցների ժամանակ բացատրում է, ինչ սոցիոլոգիական հարցումների պարագայում կարելի է սոցիալական խնդիրները ազգաբնակչության համար լուծել։ Այսպիսի մասնագետների առկայության դեպքում միգուցե եւ ժողովրդի վիճակը ինչ-որ ձև կբարելավի, բայց այսօր նստած են մի քանի խուժաններ, Լաչար Ավարի ազգային ժողովում պատերազմ, կռիվ, հայոյակ, սոցիալական հարց բացարձակ չի քննարկվում այսօր կառավարության կողմից, բանկերը, որոնք պետք է, ասենք, նորմալ տոկոսով գոնե նորմալ այնտեղ 17-18%-ը տրամադրում են վարկատու ինչ-որ կազմակերպությունների 40-50-60%, ամբողջ գումարը իրանց ներքին շրջանակներում իրանք շրջանառության մեջ են դնում, սեփական գրպանը մխսում են ամբողջ բյուջեն, դրա համար էլ սոցիալական ծանր խնդիր է, սկսած սահմանապահ, սահմանմերձ, գյուղերից, մինչև Երևանում այսօր որ մարդիկ կներեք իհարկե, բայց ամեն քայլափոխին ուրասկաններ ու աղբի մեջ հաց փնտրող, էսի մեր հայազգի դեմքն է դարել այսօր ցավոք սրտի։